Ժողովուրդ բարի լույս, այսօր մարտի 24-ն ենք, եկեք ցույց տամ, թե երեք ինչ է տեղի ունեցել, ինչ ենք սպասում եւ ինչ կարա այսօր տեղի ունենա։ Առաջի բանը, որ երեք ասում եմ, եթե կհիշեք, այնա որ այստեղ մի հատ fair value gap ունենք, որը որ սպասում ենք, որ գա այս զոնա, որից հետո սկսի իջնել, քանի որ ունենք շաբաթական մոմ դեպի ներքև։ Բայց արի ու տես, որ վիդեոից հետո տենց ժամը 12-ի կողմերը Թրամփը ինչպես միշտ շոումենը հայտարարություն անում, որ մենք Իրանի հետ արդեն պատերազմը ավարտում ենք։ Այս հայտարարությունը անելուն պես այսինքն մի հատ հսկայական մոմ է ստեղծվում, տեսեք ինչ մի հատ գժական մոմ է ստեղծվում եւ գալիս է այս բոլոր այս լիկվիդացիա զոնաները մաքրում է, որը որ սպասում ենք, որ IS-ի պետքա բանան։ Իհարկե մենք գործարք չենք մտնում, քանի դեռ հաստատում չունենք գործարքի, բայց տրամաբանությունն եմ ուզում ձեզ ասեմ, որ ինչ ասում Թրամփը, որ մենք խաղաղություն ենք ուզում, Իրանը արդեն պատրաստ է այս կոմենկում եւ այլն, քիչ անց, մի երկու ժամ անց հերկվում է, օքեյ, հերկվում է, ասում են, в общем, տենց բան չկա, շոումենը էլի իր ֆոկուսներն անում, նպատակն է, որպեսզի նավթի գները իջեցնի, արհեստական ձևով ինչ որ բան պահի, բայց իրականում ոչինչ չկա ու դա արտաքին գործերի նախարարն ասում, որը որ չեմ կարծում, որ ինչ որ փոքր կերպար է, որ չհավատանք իրեն։ Ես նույնպես մտածում եմ, որ սա ուղղակի հերթական կապիկությունն է ու փաստացի այդպես էլ եղել է։ Բայց հերթական կապիկության հետ մեկտեղ եկեք հասկանանք ինչ հնարավորություններ են ունեցել գործարքի երեք, որովհետև դա նույնպես կարևոր է, քանի որ մենք ինչ էինք սպասում, մենք զուտ որպեսզի ձեզ ցույց տամ, երեկվա իմ պատկերը սա էր, հա, բարձրանար այս զոնայից ու սկսենք ներքև իջնել։ Ժողովուրդ մի փոքր ընդմիջում, որտեղ որ ուզում եմ ներկայացնեմ ձեզ մեր դասընթացի վերաբերյալ, որտեղ որ անվճար, ինչպես նաև վճարովի դասընթացներ ունենք, 0 to hero դասընթաց ունենք, որտեղ որ ամեն ինչ մանրամասն բացատրում, ամենապրիմիտիվ բանից մինչև ամենախորացված տրամաբանությունները, որպեսզի դուք կարողանաք լիարժեք պատկերացնեք թրեյդինգը ինչ բան է։ Եթե ձեզ հետաքրքիր է սա, hiketrading.am մտեք, ամբողջ ինֆորմացիան կա։ Ոնց որ շարունակեցինք վիդեոն դիտել։ Այս վերևի զոնայից սկսեց նույն տրամաբանությունը ու ինչա տեղի ունեցել, եկեք ցույց տամ, տեղի ունեցել հետեւյալը, որ երբ որ մենք այս մոմը, հա, այս Թրամփի մոմը անվանենք իրեն։ Թրամփի մոմը, երբ որ ի վերջո փակվեց, ստացվեց, որ 1-2 մոմ դեռևս իր ռեյնջի մեջ է եղել ու այս վերջի մոմը նոր գլուխը փորձել է այտենց դուրս անի, հետո մտավ, ասենց ասած, զոնայի մեջ։ Երբ որ մտավ զոնայի մեջ, ժամը 6-ին, այսինքն 5-ից 6 ընկած հատվածում, որը որ արդեն իսկ մեր քիլ զոնան է Ամերիկայի, Ամերիկա, Եվրոպա, այստեղ մենք փնտրում ենք մի շատ հստակ ձևաչափ, որը որ այս է, այսինքն մենք սպասում ենք, որպեսզի այսպիսի մի հատ մոմ ստեղծվի, այսպիսի մոմը մենք իրեն անվանում ենք CRT ու իր լոգիկան է, որ եկել է մաքրել է նախորդ ուրեմն զոնան, հա, այսինքն նախորդ մոմի զոնան եկել է մաքրել է, բացի դրանից նաև մենք երբ որ արդեն բարձրացել էր վերև, նաև դիտարկում ենք, թե միջև որ զոնան կարա ինքը գա, որովհետև տեսեք, երբ որ մենք սենց ենք անում, լիկվիդացիոն զոնաների մասն է խոսքը գնում, մենք ունենք մի քանի լիկվիդացիոն զոնա, օքեյ, ունենք սա, այսինքն ունենք 1, 2, 3, 4 1, 2, 3, 4-ը հերթով սենց մաքրելով գնացինք, օքեյ, սա մաքրվեց Թրամփի ուրեմն մոմի շնորհիվ, մենք ունենք այս մեկը եւ այս մեկը ու քանի դեռ հաստատում չենք ունեցել, հաստատումն էլ որն է, որ գալիս է մաքրում, այսինքն այս մեկը եկավ մաքրեց այստեղ, ճիշտ է, այստեղ սենց եկավ մաքրեց, որից հետո ինքը չշարունակեց, այսինքն մաքրելուց հետո մեզ արդեն այս մոմը ձևավորվեց։ Այս մոմը այն պահին, երբ որ այս մոմը ձևավորվեց, մենք արդեն գիտենք, որ այս մոմի մեջ պետքա սկսենք գործարք փնտրել։ Գործարքը սկսում ենք փնտրել, սկսած հենց 5 րոպեանոցով, տեսնում ենք այս զոնայում ինչ ունենք, ինչա սպասվում մեզ եւ այստեղ փաստացի մենք սպասում ենք շատ հետաքրքիր մի հատ իրադարձությանը, որը որ սա էր, այս մեկով չանեմ,
Սա էր, որը որ shift էր։ 5 րոպեանոց shift ունենք, որը որ 1 րոպեանոցով հաստատում ենք ունեցել եւ այսպես 3 հատ հաստատում ենք ունեցել։ Այսպես, ուրեմն հաստատումը ունեցել ենք, մոմը այստեղ փակվել է եւ փակվելուն պես, երբ որ եկել է մեր ուզած զոնա, մեր ուզած զոնայում նույնպես նայում ենք ինչ, նայում ենք ուրեմն մի քանի կարևոր բան։ Առաջինը, որ ինքը ներքին լիկվիդացիա մաքրելա, թե չի մաքրելա, որից հետո նաև դիտարկում ենք մի շատ կարևոր բան, ուրա մեր order block-ը կամ point of interest-ը, որտեղ order block-ը ու point of interest-ը ամենակարևորն է։ Հիմա տեսեք, եթե սենց ենք դիտարկում, մենք այստեղից սկսած գործարքի հնարավորություն ենք ունեցել, այստեղ հենց order block-ի բերանով եւ այստեղ մեր ստոպը մի փոքր վերև եւ մեր լիկվիդացիոն զոնաները մեր թարգետներն են լինում, որը որ մեկը սա է, այստեղ է, երկրորդը այստեղ է, րոպեանոցի մասն է խոսքը գնում եւ երրորդը այստեղ է, բայց մենք հաշվի ենք առնում, որ րոպեանոցն է ինքը կարա բավականին տատանվի, քանի որ Թրամփն է, դրա համար ես առաջին իսկ լիկվիդացիայի զոնայից կարող էի դուրս գալ եւ ինձ համար լրիվ օքեյ լիներ, կարող էի եւ սպասած լինեի այստեղ մեկը 6-ին, բայց մեկը 5-ին նույնպես ինքը բավականին լուրջ ուրեմն գործարքի հնարավորություն անձեռնվել։ Երկրորդ գործարքի հնարավորությունը, որ ընձեռնվել է դրանից հետո, հենց նույն գրաֆիկայով, որ նայում ենք, մի փոքր անց է լինում, այսինքն տեսնում եք այստեղ նույնպես մենք հնարավորություն ենք ունենում, որպեսզի short բացենք, քանի որ այստեղ մեր shift-ի մեջ ունենք fair value gap, ու այս fair value gap-ի մեջ այստեղ նույնպես մեզ հնարավորություն անձեռնվում, որպեսզի գործարք բացենք դեպի ներքև։ Սա իհարկե մեկի գործարքա, չնայած մեկը 1.5-ի գործարքա, որ դեռևս ինքը աշխատում է։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք այս տեսակի ուրեմն հնարավորություն ենք ունենում shift-ի մեջ եւ fair value gap-ի մեջ, մենք նույնպես կարողանում ենք իմ ուսանողները ամենայն դեպս կարողանում են դիտարկել մի շատ հետաքրքիր բան, ու այդ շատ հետաքրքիր բանը այն է, որ իրենք կարողանում են նույնպես shift-ի մեջ shift մանգան, okay, եւ փաստացի դա իրենց օգնում է, որպեսզի կարողանան շատ ավելի մաքուր գործարքներ ունենան եւ այստեղ ինչպես որ տեսնում եք այստեղ մեր զոնայում ունենք order block-ից մենք նույնպես ուրեմն short-ի հնարավորություն ենք ունեցել, այստեղից այստեղ order block-ից մի փոքր վերև, նույնպես մենք թարգետավորում ենք, տեսեք այստեղ միջև այստեղ ներքևը ինքը եկել հասել է այդ բայդրությամբ, հետևաբար միջև այստեղ ներքևը մենք կարող ենք թարգետ անել, եթե ինչ, կարող ենք նույնիսկ այստեղ ներքևը թարգետ անել, բայց ամենաապահովը այստեղ է, okay, որը որ 1.5-ի նույնպես գործարքի հնարավորություն է ու այս բայդրությամբ, այս բայդրությամբ տեսնում ենք, որ ինքը փաստացի շատ մոտ է բանին, ինչքան այս բայդրությամբ 1.4.5-ի է, սպասում ենք 1.5-ի գա, փակի եւ այդքանով ավարտվի, բայց նույնիսկ եթե չփակվի, ես արդեն իսկ իմ ստոպը, ես այս գործարքը չեմ բացել, որովհետեւ այլ տեղում էի, բայց զուտ որպեսզի պատկերացնեք, այստեղից եթե վերև բարձրացավ, ուղղակի փակվում է, կեսը կարող ենք մենք այստեղ այս զոնաներում փակել, այն մյուս կեսը թողենք գնա հասնի տեղ։ Okay, սա այսպես։ Ժողովուրդ, ընդմիջում, որտեղ որ ուզում եմ խոսել super engulfing-ի վերաբերյալ, որովհետև կարծում կարևոր է դուք հասկանաք, որ super engulfing-ի pattern-ը հասկանալուն պես դուք կարողանաք հասկանալ մի շատ պրիմիտիվ, բայց միևնույն ժամանակ կարևոր կոնցեպտ, որ երբ որ super engulfing եք տեսնում, նշանակում է, որ լիկվիդացիա արդեն տեղի է ունեցել, stop hunting տեղի է ունեցել, ու մեծ հաշվով էլ շուկան ոչինչ չունի սպասելու, հետևաբար մի անգամից այդ պայծ կարա ինքը ռիսկի բարձրանա, կարա ռիսկի իջնի ու շարունակություն ունենա, որովհետև բանկերին ինչա պետք լիկվիդացիա որպես վառելիք,
այդ վառելիքը երբ որ ձեռք են բերում, արդեն շարունակություն է տեղի ունենում շուկայի։ Եթե դուք ցանկանում եք հասկանալ, թե ոնց է այդ ամենը տեղի ունենում, superengulfing.com/am կայքում կարող եք եւ PDF եւ անվճար դասընթացներ ձեռք բերել ու հասկանալ ամբողջությամբ այս կոնցեպտը։ Նենց որ անցանք վիդեոին նորից։ Հիմա ինչ եմ ես ակնկալում, որ կարա տեղի ունենա։ Ակնկալում եմ, որ հաշվի առնելով օրական գրաֆիկան, որը որ ցավոք սրտի մանիպուլյացիոն գրաֆիկա է, բայց ի վերջո փակվել է դեպի վերև, այստեղ մենք շատ գեղեցիկ մի հատ shift ունենք, որտեղ որ այս զոնայում ես ակնկալում եմ ինչ, ակնկալում եմ, որ այստեղ գինը գա հասնի, բարձրանա վերև, հավանաբար այս լիկվիդացիոն զոնաներ մաքրի, որից հետո նոր շարունակի իջնել ներքև ու այստեղ ես ակնկալում եմ իրականում մի հատ շատ գեղեցիկ մոմ, պատկերացեք այս նույն մոմն է, բայց այսենց պոչով, okay, պոչն է ինձ համար կարևոր, որպեսզի գա բարձրանա այս վերևի նախորդ օրվա լիկվիդացիան էլ մաքրի, որտեղ որ եթե կհիշեք, այստեղ մենք ունեինք եւս լիկվիդացիոն զոնաներ, որը որ դեռ չէր մաքրվել ու այդ մեկը այս մի լիկվիդացիոն զոնան է։ Այս լիկվիդացիոն զոնայից մի փոքր վերևել ունենք fair value gap, որը որ նույնպես մեզ կօգնի դեպի ներքև իջնենք։ Ներքև իջնելը նկատի ունեմ 65.5 ու նկատի ունեմ 63,000-ի սահմանները, okay։ Միգուցե եւ այստեղից մի փոքր ռեակցիա տա, բայց մեծ հաշվով կապրենք կտեսնենք կարգախոսով գնում ենք առաջ։ Եվ սա է մեր այսօրվա գրաֆիկան, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ ուսուցողական էր եւ այսքանը այսօրվա համար։ Լավ մնացեք, կհանդիպենք վաղը, հաջողություն։